Վաշինգտոն կապիտալը 30 տարի ի վեր զբաղվում է անշարժ գույքի ֆինանսավորման հարցերով եւ վաճառքով, այսօր ամենացածր տոկոսներով հնարավորություն ունեք գնելու ձեր երազած տունը կամ վերաֆինանսավորել ձեր սեփականությունը ամենացածր ամսվճարով։ Եթե կորցնելու եք foreclosure ձեր բնակարանը կամ ունեք վաճառքի հետ կապված խնդիրներ, մենք կօգնենք ձեզ վաճառելու ձեր սեփականությունը short sale-ի միջոցով։ Վաշինգտոն կապիտալը կօգնի ձեզ այս բոլոր հարցերում։ Զանգարեք 818 240 1920 հեռախոսահամարով։ Բարև ձեզ հայրենիքից, Ռոնի Ղարիբյանն Washington Capital հաստատությունից։ Այսօր մենք անդրադառնանք տեսնենք կենտրոնական բանկի զեկույցը, որ έλա որ սեպտեմբեր ամսվա համար արժեքտոկոսները պետք է բարձրացնեն դե ոչ, ինչ է սպասելիք շուկայից, ինչ թելադրություններ կա եւ ինչ speculation-ներ կա, այսինքն սպասելիքներ կա։ Եվ անշուշտ նորեն ինչ նոր փոփոխություններ կա, նամանավանդ այդ ինվեստորների համար LLC անունով ընկերությունը LLC անվան տակ construction գործեր եք անգամ տուն եք առնում վաճառում, դա համար նոր օրենքներ կա եւ անշուշտ տոկոսները պետք է անդրադառնանք, որ արդյոք դեռ իջերա դե բարձրացերա եւ այլևս ուրիշ նորություններ այսօր հուլիս 31 2016 թվականը։ Ինչպես իմանաք օգոստոս արդեն սկսում է երկուշաբթի օրվանից եւ արդեն շուկան սկսել է մոտենալ նայել, որ կենտրոնական բանկի մոտեցումը ինչ է լինելու այս առաջիկա ամիսը, որ սեպտեմբերին ժողովն է, բայց կենտրոնային բանկը մեծ ուղղություն է տվել այս վերջի մեկ շաբաթվա մեջ, խոսակցություններ ա ելել եւ խոսակցության մեջ նայել են, որ ընդհանրապես ինչեր է նայում։ Մեծ մասը նայել է, տեսել է, որ անշուշտ հուլիս ամսվա մեջ տոկոսը անփոփոխ մնաց այդ ձևի, որ արդեն ասել էր, բայց մեկ քիչ իրենց խոսքի մեջ ավելի aggressive, ավելի hawkish խոսակցություն կա կենտրոնական բանկի, որտեղ նայում է, որ եւ էսի բացա թոնում սեպտեմբեր դուրը բացա թոնում սեպտեմբեր ամսվա մեջ տոկոսը բարձրացնելու համար, այսինքն մոտեցումը ավելի ուժեղ է։ Խնդրեմ մեր ռիպորտաժը ունենք նայենք ստա մասին, so իրենց մոտեցումը նայում են ասում են, okay, consumer spending-ը, այսինքն գումարը, որ ժողովուրդը ծախսում են, դա բավականին բարձր է։ Labor market-ը որպես գործատեղեր կան տան բարձր է, մատ գներեք այս ռիպորտաժը հիմա ցույց է տալիս տեղում, այսի մատ նախագահ Kansas-ի նախագահը Esther George-ը, որ կենտրոնական բանկի նախագահն էր, այդ Esther George-ը ինքը opposition, այսինքն հակառակ ասում տոկոսները հիմա բարձրացնենք, այդ նկարը եկավ, ուզեցիմ շուտ թռնեմ այդ նկարի մասին ասեմ, ով է լինում, ուրեմն իրանց մատ խոսքերից կենտրոնական բանկին է, որ խոսքեր տվել որպես կոդ եմ անում, ասում է near term risk to the outlook have diminished. Ինչը նշանակում է կարճատև մոտեցումը որպես ռիսկի համար ընդհանրապես հեռացել է, որ նախկինում նույն նախադասությունը խոսում են, որ the risk to the outlook were balanced, առաջ balancing ասում, որ ռիսկը balance է անում, բայց հիմա ընդհանրապես վերածվել է, so իրանց համար ավելի ավելի ուղղություն կա, որ այո, դուրը բաց են թողնում, որ կարող է տոկոսը բարձրացնենք, so ավելի explicit, ավելի clear mad language է, որ կարող է կենտրոնական բանկը ասում է, որ մեր մյուս ժողովին կարող է տոկոսները բարձրացնենք, անշուշտ մեծ կարևոր կետերից, որ նայում է բացի գործերի ստեղծմանը, բացի consumer spending, որ ժողովրդի գումարը, որ ծախսում են ընդհանրապես էկոնոմիի մեջ, մեկը որ միշտ դա մասին ասում ենք, բայց շատ չեն խոսում մասին, բայց շատ կարևոր է, դա էլ inflation, սղաճ, թանկություն, այսինքն increase, այսինքն բարձրանում է դե չէ։ Դեռ առաջ մեզ
Սղաճը inflation-ը 2%-ից պակաս է, it's under 2%, եւ էսի խնդիրը համարները, որտեղ ուզում են որ բարձր լինի եւ առաջ մեզ մոտիկ նայելով չեն տեսնում որ այդ հարաշիկա ամիսների մեջ պետք է բարձրանա, բայց չմոռանանք նախագահական ընտրություններն են որ կա, դա էլ մեջ չին իրանց համար խնդիր այլնելու, բայց inflation-ը մեծ կարևոր կետերից մեկն է որ տոկոսը բարձրացնեն դե ոչ ինֆլյացիոնի թվաբանությունը շատ կարևոր է բայց ինչևից է կենտրոնական բանկը առաջ մեզ համբերատեր է they're more patient about it եւ մյուս ժողովին անշուշտ ավելի པարզ իրանց մոտեցումը լինելու է շատ ավելի པարզ որ երբ է տոկոսները բարձրացնելու այսօր շուկան չի սպասում ինչքան կբարձրացնես այսօր շուկայի միակ մոտեցումը նա որ երբ կբարձրացնես when the rate will go up դա կարևորը իմանաք Census Bureau-ն միշտ երբ որ կարողանում ենք ընդհանուր ստատիստիկներ պահել Միացյալ Նահանգների մեր առավելությունը համեմատ աշխարհին առավելություն ասելով որ պատած անգամ backfire անում սխալ է եւ բայց մեր երկրներից է աշխարհում որ շատ հիմնված է շատ ավելի շուտ lean on ավելի ուղղությունը դեպի statistics իրենց համար մեծ դերակատարում statistics այսինքն միջին information տեղեկություն որ ժամանակի ընթացքին հավաքում են օրինակ եթե ասում եմ օքեյ 80% ժողովուրդը են անում կամ 30% մեքենաներ են անում կամ 50% այլում այդ տոկոսային միջին average statistics-ը օգտագործում է որպես base եւ դա վրայից օրենքներ են գրում, դա վրայից բյուջետներ են գրում, դա վրայից եւ բոլոր ամենն են անում, բայց Միացյալ Նահանգներինը ամենաուժեղն է, չեմ ուզում շեղվեմ հիմա, ինչու եմ ասում, որովհետեւ 1965 թվականից առաջ չեն գրել որ record չկա որ քանի տոկոսային ժողովրդի քանի տոկոսը տանտեր են քանի տոկոսը վարձվոր են այդ ստատիստիկս չկա առաջի անգամ որ սկսան տանք գրել 1965 թվականից հետո էր այն ժամանակ 1965-ին միջին տունը բոլոր Միացյալ Նահանգներում average արժեքը $14,000 է, խնդրեմ մեր մյուս ռիպորտաժ ունենք եւ հիմա average-ը մոտարապես 15 անգամ ավելի շատ է 200-300 հազար այսպես իմանում եք այն ժամանակ $14,000 էր բայց ինչ եմ ուզում ցույց տամ այսօրվա տանտերներ այսինքն ժողովրդի home ownership rate այսինքն ժողովրդի քանի տոկոսը տանտեր է այսօր 62.9%-ը որեսի անշուշտ այս տարվա երկրորդ երամսյակի թիվն է այս տարվա այսինքն արդեն մարտ ապրիլ մայիսը որ ներողություն այս տարվա երկրորդ երամսյակի վերջին թիվն է անցյալ տարվա ասում այս տարվա եւ 62.9% տանտերին որ եթե նայեք 1965-ին որ լրիվ ձախ կոյի թիվն է լրիվորեն ձախը եւ լրիվորեն աչը այդ երկուսը հավասար են այսինքն այսօրվա տոկոսային բաժինով 1965-ի հետ նույն տոկոսային բաժինն է որ տանտեր են չմոռանանք այդ ամենաբարձրը որ տեսնում եք դա 69.2% էր որ 2004-ին էր որ ամենից բարձր թիվներ նշաններ որ ուներ հիմա ինչու է իջե մեծամասնությունը անշուշտ millennial ինչպես ասում են երիտասարդների մասին երիտասարդները մեկ ուշ ամուսնանալով ուշ ընտանիք կազմելով ուշ են քայլ վերցնում տուն առնելու համար եւ այսի մեծ ազդեցություն է թողնում ընդհանրապես գնողների համար անշուշտ հիմա վարձերն էլ թանկացել է դա խնդիր այլում որպես կարողանան save անեն որտեղ savings-ը մեծ դեր է կատարում so savings-ը եւ ժողովրդի եկամուտ համեմատ արժեքներին եւ անշուշտ mortgage տուն վարկ ստանալը շատ ավելի դժվար է այսօր քան թե ելերա պատմության մեջ այսինքն պատմության ամենից խիստ պայմաններից մեկը այսօր է savings-ի դժվարություն են պատճառ վարձերը բարձրանում է եւ իրանց ինչպես ասամ ուշ ամուսնանալները
ուշ ընտանիք կազմելը մեծ խնդիր կա եւ անշուշտ ամենակարևորը household formation-ն է, որից մեծանում է household formation-ը մեծանում է, բայց դժբախտաբար մեծանում է միայն rental-ի մարքեթի մեջ, ոչ թե գնողներին է, so այդ են մեծ դերակատարում, ուրեմն տոկոսային բաժնով այսօրվա Միացյալ Նահանգների homeowner-ները շատ ավելի քիչ է, քան թե վերջի 10 տարվա մեջ, որ 2004-ը տեսակ ամենից բարձր ժամանակն էր 69%-ն էր, որ այսօր միայն 62%-ն է տանտեր, բայց ինչ է նշանակում, նշանակում է տեղ ունի բարձրանում, նշանակում որ դեռ տուն առնողները շատ են, դեռ վաճառողներն էլ պետք է քիչ են, տուն քիչ է սարքվում, բայց գնողները շատ են եւ պետք է շատանան, ուրեմն ոմանք որ սպասում եք արժեքները իջնի, որևէ statistics, ինչպես ասում եմ, առաջ մեզ այդ ուղղությամբ ցույց չի տալի, որ արժեքները իջնելու են։ Նույնիսկ եմ ասում, կարող է balance լինի, բայց միշտ եմ ասում ինձ հեռարձակողներ կան, իմ անձնական կարծիքս է, միշտ ասում են, երբ պետք է իջնի, եւ իմ մոտեցումը սա որ դժվար իջնի, կարող է հավասարվի, կարող է balance լինի, կարող է մեջ ինչ-ինչ իջնի, այդտեղ որ աննորմալ բարձրություն ունեն, բայց ինչևից է այդ խավով, եթե average միջին բարձրացումով բարձրանա, դա արդեն սղաճ, ինչպես տեսնում եք, 3%, հիմա 2-ից պակաս է, inflation-ը թանկություն, ուրեմն այստեղ պետք է ամենը դեր կատարի, անշուշտ GDP-ն նույն շաբաթ ես ցեզի կասեմ։ Այս բոլորը մեկով, բայց միշտ բաներ կա, որ ուզենք մարքեթին խանգարելու է, եթե հիշում եք նախկինում խոսացինք, ունենք մարքեթներ, ունենք Brexit Անգլիային որ ելավ, Անգլիայի pound-ը, sterling-ը որ իջավ, դա անշուշտ ազդեցություն ունի Միացյալ Նահանգներում, բայց ներքինում որպես Անգլիայում հակառակը, որտեղ իջերա շատ ավելի գումար են շահում, եւ դա վրա կա օրինակ, եթե հիշում եք, ասենք affordability քիչ տուն է սարքվում, այսինքն builders-ները, շինարարները որ քիչ տուներ է սարքվում, եթե հիշում եք խոսացինք, որ երբ որ city-ները, քաղաքապետարանները խիստություն են դնում տուն շինարարի համար, եւ այդ արժեքը ձեռնատու չի ելում շինարարին, որ տուն սարքի, եթե պատճառով ինվենտորի պակսի եւ այլն, այսինքն տարբեր պատճառներ կան, որ արժեքը պետք է իջնի, բայց չի իջնում, բայց ուղղությունները կա, պատճառները կան, բայց մեկ բան որ, եթե հիշում եք նախկինում էլ ռենտալների մասին խոսացինք, շատ ապարտման ռենտալները սարքվել, բոլոր Միացյալ Նահանգների մասին է խոսքը, եւ այսի պատճառը էլ արդեն բանկերը հրաժարվում են, եթե հիշում եք խոսացին, որ պատճառ կլինի vacancy դատարկ մնան, այդ դատարկ մնալը պատճառ կլինի մյուս տուների արժեքները բարձրի իջնի, բայց ինչպես տեսնում եք չի պատահում, այսինքն պատմությունը, լուրերը, ուղղությունը, ստատիստիկա ասում, այո, այս պատճառներով պետք է լինի, բայց չի լինում։ Եվ ինչու չի լինում, մեկ պատճառով միայն չի լինում, եւ ձեզի ասեմ, մեծ պատճառը, որ չի լինում, որովհետեւ այսօրվա երիտասարդների եկամուտը շատ ավելի բարձր է, քան թե նախկինում, եւ average միջինի մասին են խոսում, ոչ թե բոլորինը, եւ այսի պատճառը ելնում, որ իրանց ծախսած գումար անշուշտ student loan-ները կան, դժվարությունները կա, խնդիրները կա, բայց մեծ մասը պատճառը ելնում, ասում եմ, ես տուն չեմ առնի, գետամ թանկանոց վարձուկ առնեմ, կամ եթե ուզում եմ տուն առնեմ, որտեղ եկամուտ ունի, կարող է ավելի outbid անի շատացնի։ Բայց ինչու եմ ասում, որտեղ նոր problem ունենք ասելով, որ ընդանք որ թանկանոց տուների մասին է խոսքը, luxury homes եւ մանավանդ ոմանք LLC-ով դրսի գումարներ լինելով Ռուսաստանից, Չինաստանից, Անգլիայից, Վենեսուելայից եւ այլն, որ այսօր cash գումարներ է գալի եւ LLC հասկացողությամբ նրանք որ իմանում են տուն են առնում նույնիսկ տեղում ֆլիփ են անում ունենք հայրենագիստներ ճանաչում են որ հենց դրանք լականները այս կողմերը cash 1 միլիոն 2 միլիոն առնում են կամ LLC միջոցով եւ ստանք առնում են կամ պահում են կամ ֆլիփ են անում ինչևից է Treasury Department-ը պետության government-ը ուրեմն էսի հասկացել են որ սա մեկ տեսակ money laundry հարց է, որ գնողը LLC եւ այս LLC-ների միջոցով կամ տարբեր corporation-ների անունների, shell
կամպանիների անունով կարողանում են շենքեր, ապարտամաններ, տուներ, ինչ-որ կա առնեն եւ այս ձևով բաղկվածնել իրենց identity-ին, որ ով են եւ ստա վրայից չկարողանան tax վճարել կամ money laundering-ը եւ այլն։ Ուրեմն մյուս ռիպորտաժը նայենք ինչ ազդեցությունը, ինչա պատահել, ինչա պատահում։ Ուրեմն Treasury Department-ը մարտ ամսվա մեջ խնդրեմ մյուս ռիպորտաժը ցույց տանք, մարտ ամսվա այդ pilot այդ օրինակ այդ ծրագիրը հանե Treasury Department-ը, որ բոլոր անշուշտ բոլոր ասելով որ մեծ մաս ավելի թանկանոց property-ները որ առնում են նա մանավանդ սկսան originally սկսավ էսի Manhattan եւ Miami-ում այդ կանաչներն աշխողում եթե տեսնում եք եւ հետո շատասրան ավելի Նյու Յորքից դուրս եկան եւ ընդհանուր Manhattan-ից դուրս եկան ընդհանուր Նյու Յորք City-ն են անում Broward County եւ Palm Beach County-ներում Miami-ն Florida-ին եւ անշուշտ California արդեն եկել են Los Angeles, San Diego եւ Silicon Valley եւ անշուշտ Texas-ում Bexar նահանգում եւ San Antonio-ում այս նահանգներում, այս քաղաքներում եւ այս նահանգներում, այս county-ներում Treasury Department-ը սկսել է արդեն դետա դեպի օրենքադրել, որ ով որ LLC միջոցով առնում է կամ որևէ shell ընկերության անունով առնում է cash, անշուշտ cash-ի մասին է, loan-ով չեն խոսում, ինչ-որ cash-ի մասին է, բոլորի վրա իջնում է անմիջապես եւ ուզում է տեսնել այդ գումարը, ով է, որտեղից է, ինչ այլ է, ով է առնողը, ով է ծախողը եւ այլն, որտեղ տեսնում որ մեծ գումարներ 10 միլիոն, 17 միլիոն, 5 միլիոն հաշիվներից էթում է գալիս եւ չեն իմանում այս ովքեր են այս տերերը, եթե հիշում եք Panama Papers-ը կար ստանից առաջ, որ այդ Panama Papers-ը որ հանան որ leak-ներ, Panama leak-ներ, որ իմացան որ ինչքան քանի միլիոններ ժողովուրդ լինելով փաստաբանների եւ մեծահարուստները որ համաշխարհային որ կարողանում են ինվեստմենտներ անել գումարները հանել եւ դնել տարբեր քաղաքներ կամ նահանգ երկրների մեջ եւ պահկվածնելով այս LLC-ների կամ այս shell company-ների միջոցով որ իրենց identity-ին չիմանան ով է որ չկարողանան հետևից էթալ դիմելու փողի կամ այլն ինչպես ասամ այս բոլոր աշխարհից է միայն մետեղից չի ուրեմն Treasury Department-ը արդեն այս օրենքը հաստատել է արդեն հետևում է նայում է ով որ cash տուն առնում անշուշտ չափուսահմաններ ունի մանրամասը չեմ անում բայց որտեղ real estate-ը մահատ այդ սահմաններից է որ regulated չի այսինքն ինչպես ուզեմ stock market-ը առնեք invest անեք stock-ի մեջ կամ ոսկի կամ այդտեղ regulated են կարող են նայեն ով է ինչ է բայց real estate-ը regulated չի կարող է որևէ տուն առնես cash ծեվի որևէ որ որևէ մոքի հարցնի ով է ինչ է անում բայց հիմա էսի տեսել են որպես laundry սիստեմա փող լվանալու սիստեմա եւ դա վրա սկսել են ավելի կենտրոնանան եւ ուժ դեն ինչպես Treasury Department-ը վերջի transaction-ները որ այսինքն pilot program այսինքն առաջ նայել են 25%-ը զգացել են որ ստանք suspicious անօրինական բաներ են որ չէ ինչպես ասեմ Panama Papers-ը եթե հիշում եք որ մատ քանի ամիս առաջ է որ դուս եկա որ real estate-ի մեջ գումարները պահկվածում են եւ այդ leak-ի վրայից Treasury Department-ը սկսել է ավելի հարցուզրույց անի հիմա ինչ ազդեցություն է թողնելու ազդեցություններից մեկը լինելու որ ընդհանրապես երբ որ մենք խոսում ենք միլիոնների օրինակ ինչպես ասեմ մոհատ հաշիվից տեսել են որ մեկ հոգի մոհատ հաշվից 16 միլիոն միանգամից withdraw արել մեկը հաշվից միանգամից 7 միլիոն հաշվից withdraw արել այսինքն տեսնում որ էթում է գալիս այսինքն ուրիշ երկրից մյուս երկիր այդում բայց ինչևից է էսի ազդեցությունը ելնելու է տվյալ ձևով որ եթե այդ մեծահարուստ ինվեստորները ընդհանրապես հեռանան ինչերա կապված իրանց այդ տուները առնում են տուների հետ էշկոները կան թայթլները կան loan officer-ները կան դրանք ամենի եկամուտներին ազդելու է attorney-ները, փաստաբանները, դա ամենին եկամուտներին ազդելու է
երկրորդը տանց կողքի տուները, որտեղ այդ գնողները ընդհանրապես կարող է վախենան չմոտենան միջով ճանապարհ ճարեն, սա այդ մյուս տուները, որ կախյալ էին այդ տունի վաճառքին, պատճառը price value-ին, որ կամփելնի, իրաց տուների արժեքները կարող է իջնի եւ անշուշտ չմոռանանք այդանք որ առնումին այդ գումարները ով շահում էր, ծախսում էր, so consumer-ը կողքին այդպես մեքենա էր առնում, այդպես շոր էր առնում, լավ էր զգում Լաս Վեգասներն են այդում եւ ասենք բոլորը արդեն ազդեցություն ունենալու հիմա ինչ ազդեցություն դեռ նոր է չենք իմանում, բայց ինչևս իմացենք որ Treasury Department-ը այլևս ուզում է խառնվի բոլոր այդ cash ներդրումների անշուշտ չափուսամանը չեմ ասում 300,000-ի մասին չի խոսքը մեծ գումարների մասին է որ հայտնի չի որից են եկել այնքան որ register-ել եք LLC տերը SA եւ այնա խնդիր չունեք նրանք որ չեն ասում նրանց մասին են մտող բոլոր cell-phone-ներ ունեք բոլոր այդ iPad եւ այլն եւ բոլորը իմանում եք որ մեքենաները մանավանդ Telsa-ն եւ Telsa-ի նման Nissan Leaf-ը եւ այլն այս բոլորը բեռիով են աշխատում այո բեռիները որ նորերը տեսնում եք lithium battery են ասում lithium-ը մահատ chemical-ը որ այս բատերիների մեջ օգտագործում է Մինչև հիմա այս վերջի քանի տարին, որտեղ cell-phone-ները եւ iPad-ները եւ այլն ստենք շատացել, որ մեծ մասը battery operated են, քան թե նախկինում համբյուտերը, desktop-ը, plug-in-եր, այս lithium battery-ները, որ տանում եք battery-ները, lithium battery-ները, ստենք որից է գալի, ով է սարքում, ինչ շահ ունեն, ինչպես այլնում։ Ուրեմն ոմանք եթե ուզում եք invest անեք կամ հետաքրքրված եք նոր գործի կամ նոր հող առնենք, որտեղ առնենք եւ այլն, մեր մյուս ռեպորտաժն ուզում ձեզի մոտ պարզապես արտասթեմ բա lithium batteries, ուրեմն Նևադայում, ստեղում մոտ Silver Peak անունով փոքրիկ քաղաք է, այնքան փոքր է քաղաքի մեջ, որ նույնիսկ gas station չկա, մարդ չկա։ Նախկինում սա մոտ փոքրիկ mining company-ներ է Հիմա ստեղում են փոքր գետեր են, փոքր լիճեր են, եւ այս լիճը երբ որ evaporate հայլնում տաքությունից, այսպես բատերիների մեջ է Telsa-ն օրինակ, մեքենաներն են կամ Nissan Leaf-ը, որ բատերիներ են գործածում, այս Nissan Leaf-ն այսպես տեսնում եք։ Այս բատերիները լիթիում պետք ունեն։ Լիթիում ունենալու համար պետք է այս ջուրը ավելի գոլոշի ելնի, այսինքն պետք է տաքությունից evaporate ելնի եւ տակը մնում է այս լիթիումը։ Լիթիումը որ մնում է ընդհանրապես 18 ամիսից 2 տարի է տևում, մետաղից 2 տարի չէ ջուրը արևի միջոցով հալվում, բանալում ինչ են ասում, evaporate հայլում եւ տակը մնում է լիթիումը օգտագործում են։ Հիմա այս քաղաքում, այս քաղաքի շուրջը Silver Peak-ի շուրջն է, Silver Peak-ի շուրջը տեղում արդեն այդ մհատ ընկերությունը, այսպես տեսակ, Pure Energy Mineral անունով ընկերություն է, ասես ոչ gas station կա, ոչ post office կա, այդ քաղաքի մեջ 4 հատ շենք կա, որ փակել է, այդ 4 հատ շենքի մեջ ընդհանրապես ոչինչ չկա, բայց այս մեծ lithium battery արտադրության տեղը, որը տեղում շատ կա lithium-ը, տեղում է եւ այս Pure Energy Mineral ընկերությունը արդեն քանի տարի է որ տեղա եւ լիթիումը արտադրում որ բատերի սարքվի միայն լիթիումն է տալի ոչպես ասեմ ընդհանրապես 1-ից 2 տարի է տևում է ջուրը evaporate լինի որ տակում է իրանք ճանապարհ են ճարը որ փոխարեն 2 տարի սպասեն ժամական կարող են այդ բաժանումը անել որ լիթիումը ջուրից բաժանեն փոխարեն սպասեն արևի միջոցով 2 տարի մեծ ձևով չեմ ամ ինչպես է մանրամասը եւ կարողանում են անեն հիմա որովհետեւ այդ պահանջը շատանում է այդ քաղաքի շրջակայքը անշուշտ հողերը թանկանալու են ընդդեի ապրողները եւ հողատերերը շատ հարուստանալու են որովհետեւ երբ որ այս բիզնեսները այդում երբ որ այս պետքությունները այլում կողքին խանութն էլ պետքա ռեստորանն էլ պետքա gas station-ն էլ պետքա հագուստի խանութն էլ պետքա եւ անշուշտ ինչու ասենք ամենը շատանում որովհետեւ շատ մոտիկ Ռինոին անշուշտ Սիդ Նևադա ասում Ռինո Նևադա շատ մոտիկ մահդ Telsa-ն battery plant ընկերությունը արդեն դնում Telsa-ն շատ մոտիկ Silver Peak-ին
դնում է իր battery plant-ը Tesla Model S մեքենաների համար եւ այդտեղում արդեն հայտնի է որ փողի հոտը գալիս է այդ դաղամասներից ու եթե հետաքրքրված եք կարող եք նայեք տեսեք ուզում եք ընդ փոխադրվել կամ հող առնել կամ բիզնես անել կամ իրանց այդ որևէ ուղղություն լիթիում բատերի սարքելու համար Չամ ժամանակ ունենք մեր տոկոսներ ուզում ասեմ ընդհանրապես Դոգոսեն մեծ ուրիշ ռիպորտաժ մտածեցիք թողնեմ վերջում եթե ժամանակ ունենք մենք նայենք ստակ մարքեթը ուրբաթ ինչպես փակվավ հետո ներս կշարունակենք ուրեմն ուրբաթ օրվա մարքեթը նայենք Dow Jones-ը փակվավ 18432 point մոտ 24 point-ի չափ իջավ S&P 2173.60 3.84 բարձրացավ եւ Nasdaq-ը 5029.59 մոտ 7.15 point-ի չափ բարձրացավ Գերմանական DAX հայնակից է 10337.50 62.57 պոինտի չափ բարձրացավ անգլիական FTSE-ն այդ Brexit-ից հետո ավելի շահը շատ է բայց ինչու մեծ մասը ասեմ որովհետեւ ստերլինգը իրանց pound-ը բավականին արժան է եւ էդի իրավունք է տալի որ ներդրում անեն 6724.43 3.37 պոինտի չափ բարձրացավ Nikkei-ը 16569.27 92.43 պոինտ ուրբաթ օրը բարձրացավ եւ Շանհայը 2979.38 մոտ 14.94 պոինտի չափ իջավ քարյուղայնակից է նորեն իջերա 41.38-ի եթե հիշում եք միշտ 48-49 դոլարի էլ հասել էր մոտ 46 ցենտի չափ բարձրացավ ուրբաթ օրը ոսկին 16 դոլար բարձրացավ 1357.90 ցենտ եւ արծաթը 20 դոլար 38 ցենտ 15 ցենտի չափ բարձրացավ եւ պլատինումը 1153 դոլար 60 ցենտ 11 դոլար 70 ցենտ պլատինումը բարձրացավ այնպես եվրոն եթե դեռ ճամփորդում եք եվրոպաները կամ անգլիան օգտագործեք այս գումարից 1.11 դոլար էլ 1 եվրո 1.11.8 այսինքն 1 դոլար 12 ցենտը կրորակացնենք 1 դոլար 12 ցենտը հավասար է 1 euro almost 1 to 1 անգլիական British pound-ը 1.32 ցենտը ելնում է 1 pound 1 դոլար 32 ցենտը ելնում է 1 pound Treasury-ն հայնակից է նայեք 10 տարվա Treasury-ին ինչպես մենք 30 տարվա վարկերը կապված է իրեն 1.4497 մատ դիջիտալ կարծեմ դե 1.4497 նախքին եթե տեսնում եք 1.55 էր եւ 1.44 1.44 1.55 1.57 1.36 so մեջինչին իջավ ու ավելի շուտ 5 շաբթի օրը իջավ ուրբաթ օրը մեջինչին բարձրացավ ինչ որ հիմա տեսնում եք ավելի բարձր է քան թե 5 շաբթի օրը բայց անշուշտ ամեն օր ինչպես ասել եմ 1/8 վրև ցած անում է բայց ընդհանրապես դեռ առաջ մեծ ցածր է ընդհանուր 30 տարվանը մա ձեզի ցույց տամ բոլոր Միացյալ Նահանգներում average-ը էսի լինում է եթե ունեք 417,000-ից պակաս է ձեր վարկը եւ ունեք 20% equity եւ 1 point-ով միջինն է բոլոր Միացյալ Նահանգներինը ոչ թե մեր տոկոսները ոչ թե Bank of America-ն ոչ թե mortgagerate.com-ը պարզապես միջինը Միացյալ Նահանգներինը սա եթե նայեք 3.69-ի բարձրացավ average-ը հիմա ինչպես ասեմ 5 շաբթի ավելի իջավ բայց average 3.69 ամենից քիչ որին 3.6-ը so մեջինչին average-ը բարձրել է քան թե երկրորդ շաբաթը հուլիսինը so տոկոսի մեջինչին բարձրացավ բայց դեռ առայժմս լավ են այդ Brexit-ի ժամանակ որ շատ իջավ բավականին մեր հայրենակիցներից որ հետևում են մեզ ամիջապես քայլ վերցան refinance-ի համար եւ բրավո իրանց կարողացանք ժամանակին լականենք ոմանք մեր երկու շաբաթ ուշ եկան նորեն is not too late կարող է 1/8 կամ 4% տարբերություն տվավ ընդհանրապես դե տոկոսները ձերը 4.5 4.75 կամ adjustable ունեք կամ line of credit ունեք կամ եւ այլն նորեն ցած է հիմա կարող է 3.5 չի օրինակ եմ ասում կնային տոկոսները բայց վստահ եմ 3.75 կա նորեն շահավետը շահես ինչ տարբերություն չի անի ինչքան է շահում կարևորը շահելն է որ
տոկոս իջացես, բայց շատ եմ տեսնում, որ տարիներն են իջացնում եւ շատ ուրախ եմ մեր հայրենակիցները ինձ կարողանում են իմ խորհուրդս վերցրել են, որ ոմանք 30 ունեն, 30-ից 3, 4, 5 տարին անցելա 20-ի են վերածում, նրանք կարող են 15-ի, եթե չեն կարող 20-ի։ 5 years is a lot of time. 5 years-ը բավականին ժամանակ, այսինքն եթե դուք 70 տարեկան եք ելնելու payoff-ը հայելնելու տունը, դե 75 տարեկան եք ելնելու։ Մանավանդ այդ տարիքին 70-75 կամ 60-ից 65, եթե այսօր 40 տարեկան եք, օրինակ եմ ասում, կամ 45 տարեկան եք, եւ այսօր ձեր տունը refinance անեք 20 տարով, չեմ ասում 15 տարով, 20 տարով, դուք 65 տարեկան եւ paid off home. Yes, it's a huge factor. To give paid off տուն ունեք 65 տարեկանում, վստահ եմ երեխաներն եմ չվեն ժամանակ արդեն համասարան են հետում կամ աշխատում են կամ ամուսնացել եք, ընդհանրապես ձեր համար այդքան մտահոգվելու պետքություն չկա, որ ինչ retirement եկամուտը պետք ապրելու համար. It's a big blessing. So տարիները կժե հիմա ինչու եք կարողանում, ես հիշում եմ ստանից երևի 90-ական թվականներին, որ այս գործի մեջ ենք, ասեմ 20 տարի առաջ, երբ որ միջինը մոքի գալիս է refinancing անում, այն ժամանակ անշուշտ շատը ձեռով էր, կոմպյուտերով քիչ կար, եւ մեկ-մեկ նայում ես, oh wow, ես միջև տունս pay-off անեմ, 300,000 պարկ ունեմ, բայց միջև pay-off եմ անում 1 միլիոն փող եմ տալի։ Եվ այո, այն ժամանակ Երբ որ ինչ-որ պարկը էր, ասենք 300,000 պարկներ, 3 անգամը պետք է վճարիր մինչև pay-off ելներ, մոտ $900,000 պետք է 30 տարվա մեջ վճարիր, որ այդ քո 300,000-ը pay-off ելներ։ Ինչու՞, որտեղ տոկոսները բարձրին։ Պարզապես տոկոսների հանցավորությունն է, որտեղ տոկոսները բարձրին, պատճառը ելուն, որ այդքան շատ 2-3 անգամը պարկին է տայիր, որ վերջանար, 15 տարի անելու կամ 20 տարի անելու հնարավորությունը երազ էր, որ շատ կային անշուշտ անում, բայց մեծամասնության համար արդեն ասում են, ես 3 անգամ այդքան տոկոսը բարձր է, 7, 8, 9, 10, 12%, երբ որ 7.5-ի շուրջ, որ հիշում եմ ամենից լավ օրերն էին, այս վերջի 10 տարվա մասին չի խոսքը, ընդհանրապես երբ որ 90-ական թվականներին կամ որ ասենք 7.5% վեցրել է, it was the happiest time of life. So, այնքան քիչ ես երեքների մասին են խոսում, երկուների մասին են խոսում, ես 15 տարվանից in twos, օգտագործել, ու տոկոսը մի կորցրեք ժամկետը, որ ձեր retirement-ն մեծ շահ է տալի։ Մայ տոկոսներն անդրադառնանք, հետո ուրիշ նորություններ ունեմ ձեզի ասելու։ Ուրեմն, սա տունը առնելու համար է 3% down payment, single family house-ը եթե առնում եք, 3% էլ կարող է նվեր ելնի, այսինքն 300,000-ից 417,000-ի մասին է խոսքը, so եթե 150,000 տուն եք առնում, մեկ չնչին տունը արժեքը տարբեր է։ Հիմա կարող ասեք, Ռոնի 150,000 տուն ո՞ր է կա, trust me, Palmdale եւ Victorville լիքն են դրանք, բայց դա տարբեր պատմություն է, բայց ընդհանրապես Los Angeles County-ում ուզենակ առնենք, այո, 300,000-ից 417,000 վարկի պարագայում 3% down payment դնեք, լրիվ 3% է կարող է նվեր լինի, մինչև 417,000, all gifts okay, 30 տարվա fix, 3.125, 1 point-ով with PMI։ Նույնը բախտատենք առանց PMI-ի 3.75, 1 point-ով no PMI։ Ուրեմն առաջինը 3.1, երկրորդը 3.7, մեկը PMI ունի, մեկը չունի։ Բայց եթե ուզում եք ասեք լավ, PMI կվերցեմ, բայց point-ը չեմ ուզում վճարեմ 3.5%։ Սա 5% equity, ոմանք եթե տուն եք առել քիչ down payment-ով, կամ առել եք FHA միջոցով եւ PMI ունեք, եթե qualified եք, եւ առանց PMI-ի single family house տունի ունեք եւ ուզում եք refinance անեք առանց PMI-ի եւ միայն 5% equity ունեք եւ ձեր վարկն նորեն 300-ից 417,000, նույնիսկ 200-ից 417,000, 3.375 1 point-ով no PMI
refinance կարող եք առանց այն որ որևէ equity ունենաք կամ 3.870 եթե 5% equity ունենաք 3.875 0.0 այսինքն եթե դուք այսօր ձեր տոկոսն է 3.75 3.875 նույնը 3.800 նույն տոկոսն է բայց PMI ունեք եթե վերաֆինանսավորեք այս ծրագիրով էլ PMI-ը դուրս կգա 30 տարվա ֆիքս միջի անշուշտ 741 credit score-ն է պետք չմոռանաք այս բոլորը ձեզ ցույց եմ տալիս 741 credit score-ն է պետք 741 եթե քիչ հոտա նորեն հնարավոր է բայց տոկոսի մեջ տարբերություն կտա որ մեկից հետո պետք է ձեզի ասեմ այդ ամասին շատ հարցումներ այլում որ credit-ս լավ է կարող եմ loan ստանամ դե չէ so դա մեջ տարբերություն է տալի Ուրեմն 30 տարվա standard Fannie Mae Freddie Mac տոկոսները եթե նայեք 3.125 1 point-ով 3.375 0 point-ով 3.750 0.0 cost ոչ մեծ աղջիկ դա չմոռանաք սա single family կամ condominium 80% հարաբերությամբ 741 credit score-ով full dacom մեջը բնակելի տունի մասին է խոսքը ինձ օրինակ 3 շաբթի 4 շաբթի օրներ ինձ հեռազայնան երկու հայրենակիցներ տոկոսները ուզացին իրանց կոդ հարամ եւ email էլ արամ բայց ին 3 շաբթի օրվա տոկոսը կամ 4 շաբթի իրանց ուղարկամ մինչեւ ուրբաթ օրը ահագին տարբերություն տվար մա կարող է հայրենակից ասին այն ինչ ռոնի թանկ տոկոս այն զի տվե օրինակ ստեղում advertising կա բայց հայրենակից երկու օրվա մեջ 40% իջավ so ընդհանրապես օրական եւ մատ ուրիշը կար ինձ հեռազայնավ հարմար էր բայց ասամ եթե թղթաբանություն չենք սկսե անիմաստ է ես քեզի rate ասեմ այսօր ասեմ տոկոսն մեկ է բայց can I lock no որտեղ ոչ մի թղթաբանություն չունեմ so չեմ կարող նույնիսկ lock անեմ so եթե refinance ուզում եք անեք պետք է շուտ թղթաբանությունը սկսեք 30 տարվան ինչպես տեսնում եք հայրենակցին average-ը 3.375-ը 0.15 տարվան եմ ասում եթե կարող եք payment-ը վճարեք եթե կարող ձեր կրպանը թույլատրում է 2.25 1 point-ով 2.75 0 point-ով 3.125 0.0 cost-ով 20 տարվան իմ սիրածս ծրագիրներից մեկն է 3.375 0 point-ով 3.625 0.0 cost-ով High balance 417,625,000 3.375 1 point-ով 3.75 0 point-ով 4.25 0.0 cost-ով 20 տարվա high balance-ին հայրենակիցին 3.5 1 point-ով 4% 0 point-ով 4.375 0.0 cost-ով 15 տարվա high balance-ը այսինքն դուք 625,000 պարկ կարող եք ունենալ միայն 2.75 վճարեք 1 point-ով 1 point-ը մի թողեք այդ point-ը ձեզի շեղի մի անգամ ասել եմ նախկինում mən չեմ ուզում շեղվեմ տոկոսներից բայց արագորեն ասեմ ուրեմն point-ը ասես մի վախենալի ասես մի բան չի օրինակ տամ ձեզ եթե ձեր պարկն է 500,000 օրինակ եւ այն օրը mən շատ լավ մեր հայուհի էր որ մեր հաճախորդներից որ իրանց բացադրամ թիվերով եւ it was it's a no brainer no question ուրեմն օրինակ տամ տոկոսը ներելում 2.75 1 point-ով եւ 3.25 0 point-ով obviously 0 point բայց your payment-ը հաշվում եմ տարվա մեջ 20 տարվա մեջ քանի 100,000-ներ շահում էր պատճառ մենք այդ $4,000 point-ը վճարելով մեկ անգամ $4,000 point-ը վճարելով տասնյակ հազարներ շահում էր 20 տարվա մեջ բոլորի համար չի սխալ մի հասկացեք միշտ ինձ հեռազայնում են ես խորհուրդ եմ տալի նրանց պարկերը որ քիչ է ընդհանրապես ավելի լավ է no point no cost անեն նրանց որ շատ է no cost չէ no points անեն նրանց պարկը որ մեծ է շատ է նախնդրյա point-ը վճարեն որովհետև տարբերությունը պարկը որ մեծ է տոկոսի մեջ շատ տարբերություն է տալի չեմ ուզում ձեզ confuse անեմ ես ձեզ ուղղությունները կտամ բայց ընդհանրապես մի վախեցեք որ point-ով չեմ ուզում առանցի որ լսելով որ կարող ավելի շահվետ լինի maybe it's more profitable let's do the numbers մաթիվերով հաշվենք եւ եթե տեսնենք շահավետ չէ հետո option-ները ունենք բոլորը խնդրեմ շարունակենք ուրեմն 15 տարվանը 2.75 1 point-ով 3.125 0 point-ով
30 տարվա հայրենակիցներ FHA-ն մինչև 417,000, այո, ճիշտ եք տեսնում, 2.875 0.0-ով, 3.25 0.0 կաստով մինչև 417,000։ 30 տարվա no credit check, no appraisal check, no income documentation check, լավ լսեք ինչ եմ ասում, եթե դուք FHA loan ունեք արդեն, FHA streamline refinance, այսինքն եթե արդեն FHA ունեք, եւ ուզում եք FHA-ից FHA եթալ, բայց credit չտեսնենք, appraise չանենք, տան արժեքը չիմանանք եւ ձեր եկամուտի թուղթերը չստուգենք, մենք կարող ենք ստանալ 2.875% առանց որևէ ծախս վճարեք։ Այո, ճիշտ եք տեսնում, բայց պետք է ձեր հիմակվա լոնը FHA loan լինի, եթե FHA չի մի հեռազանեք։ Եթե չեք իմանում FHA դե ոչ, ուրեմն FHA չի։ Եթե FHA-ներ դուք իմանայիք, որ դա FHA-ա, ձեզի հստակ բարձ կերներ, որտեղ PMI կունենայիք վրան։ Եթե PMI չունեք, ուրեմն FHA չի։ 30 տարվա FHA high balance 417,000-ից մինչև 625,000, 3.25 0.0-ով, 3.5% 0.0 կաստով։ 4 unit, ինչպես տեսնում, մինչև $1 million, շատ օրինակ ասեմ, մեր Pasadena-ի listing-ը, որ ունենք, որ կարող ենք ձեզ օգտակար լինել, որ 3 unit-ա 1,150,000-ով կարող ենք վաճառենք, եթե broker չունեք, եթե broker ունեք, պետք է ավելի թանկոտ վաճառվի, կարող եք ստանալ 3.25%-ով, եթե մեջը բնակեք Manhattan-ը 0.0-ով։ Եվ մեր jumbo-ները մինչև $3 million, 3.851%-ով, 4.375 0.0 կաստով։ Ինչպես տեսնում եք, հայրենասեր տոկոսները բավականին դեռ ցածր են, սենց էլ հույսով ենք, որ մնա, բայց չես իմանում, այդ մարքեթը, կենտրոնական բանկը մի հատ ուղղություն է տալի, ինչպես որ նախկինում էլ avait, հիշում եք մի ամիս առաջ, տավարն նոր տոկոսները ցույց տալի, տեսակ հունիս ամսվա մեջ, հավեշու մայիս ամսվա մեջ, մի հատ ասում որ չէ, պետք է բարձրացնել, պարզապես միայն խոսա մասին եւ հստակ էլ ավելի կոնկրետ որ չէ, բարձրացնում եմ տոկոս մեծ տոկոս կետավրև, շո շատ զգուշ պետք է ունեք, եթե նպատակ ունեք, նամանավանդ, երբ որ ունեք second line of credit-ներ։ Շատ արագ ասեմ, ես գրասենյակով գալիս եք նորեն եմ ասում, այն նոր մի հատ հայրենակից էր, շատ խնդիրներ կա credit-ի, եկամուտի, cash out-ի, loan to value, այսինքն ամեն կողմից problem էր։ Բավական equity չկար, credit-ը շատ վատ էր, cash out transaction-ներ, մեծ loan-էր, փողը քիչ էր գալի եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ հաշվում որ կարող ենք մենք FHA-ի միջոցով այս բոլորը քո համար անենք եւ քո payment-ը կլինի 3200։ Ասա PMI ունի, չեմ ուզում, FHA չեմ ուզում, նորմալ ինչքան կլինի։ Okay, no problem։ Նորմալը նայենք, SS, payment կլինի 3400։ Ասա ավելի շատ ասեմ, այո, չի նշանակում PMI ունես, պետք է որ ավելի թանկ լինի, այլ պետք է նայես ընդհանուր քո կոնկրետ վիճակդ ով ես, ինչ ես, ինչի մասին ես։ Մեկը գա credit-ը շատ լավ է, equity շատ ունի, cash out չի անում, ամեն ինչը positive, անշուշտ տան FHA չենք առաջարկի, անիմաստ էլ կելի առաջարկել։ So each case is different։ Մեր 3 unit-ը որ Pasadena-ի հայաբնակիչ թաղամասներ, Washington, Mountain, Lake, Hill, Allen, այդ թաղամասների մեջ է շատ լավ է, 3 unit-ը, մի հատ անօրինական 4 unit ավելացել է, եթե չեք ուզում այդ անօրինականը, կարող է անմիջապես նախն escrow փակվելը ձեր համար հետ վերափոխի նորմալի եւ 3 unit թողնին մնա, եթե կուզեք 4 unit թողնեք անօրինական, դա էլ հնարավոր է։ Խնդրեմ մեր listing-ները նայենք, ասեմ, listing-ների մեջ, ասեմ, միշտ էլը բաներ կա, բայց այս անգամ շատ լավ listing-ներ եմ տեսել high-end բարձր տուների մեջ։ Ես մեր 3 unit-ն Pasadena-ում, ինչպես ասեմ, վաճառողն է ծանոթ է, եթե ուրիշ բաներ պետք է անելու հնարավորությունները կա։ Ուրեմն առաջի տունը, ինչպես տեսնում եք, 2 հարկանոց տուն է այս առաջինը, Jog Independent 4 ննջասենյակ 3 լվացարանով, մեջտեղինը մատ 1 bedroom 1 bath է, ինչպես այս մեջտեղինն է տեսնում եք, հետևը երկրորդ հարկը մատ 2 bedroom 1 bath է, եւ մատ է ստուդիոն է անօրինական է, ինչպես որ ասում են, առաջի տունն է տեսնում եք, 2 հարկանոց մեծ տուն է, basement ունի wine cellar-ի համար, բոլոր 3-ը առաջ մեզ 3154 square feet է,
բոլոր 3154 square feet-ը, առաջի տունը միայն 1725 square feet միայն առաջի տունն է, այո, ճիշտ ասացիք, 1725 square feet միայն առաջի տունն է, մեջտեղին մոտարապես սխալվեմ 650 square feet one bedroom-ն է, two bedroom-ը մոտ 804 square feet-ը, so տեսեք բավականին մեծ եւ նայեք ամենը մաքուր, remodeled, hardwood floors, central AC, everything is new and clean and fantastic location եւ garage-ով եւ այլն հողը 10000 square feet 1,275,000 եթե broker ունեք, եթե broker չունեք 125,000 զեղչով կենի $1,150,000, այո 125,000 զեղչ, եթե broker չունեք եւ ելնումա $1,150,000, այնքան մաքուր moving condition, կարող եք մեկի մեջ դուք ապրեք, մնացածը բոլորը վարձուտակ Ուրեմն մեր standard listing Glendale 2 bedroom 2 bath 292 լվացարան condominium այսի 1189 square feet շենքն է $285 homeowners association-ն է asking price $399,000 լավ տունը մեջին հինա but it's in good condition այսինքն մոքի ուզմա լանջին ներսն է by the way ներսն է փուլել ունի այդ ասենք մեկ ուզմա վարձու տուն եք նստում եւ թանկ եք վճարում ուզում եք ձեր համար եթե կարող եք 10% down payment դնել այս հնարավորությունը կա Glendale 292 լվացարան 1988-ի շենքը 1276 square feet-ը նայեք մաքուր սիրուն remodel-ը իր balcony-ին $752 homeowners association-ը Thanga homeowners security guard ունի, valet service ունի, concierge ունի, pool ունի, gym ունի, recreation room ունի, շատ բաներ ունի, որ այդ ծախսերը որ դրսում պետք է վճարեք, պետք է չունեք, ստեղում եք վճարում, նույնն է դուրս գալի եւ asking price $549,000, շատ luxury, հոյակապ, սիրուն, մահատ condominium unit-ը որ it's fantastic 24 ժամ security guard-ով tennis court ունի pool table ունի տեսեք սա ամեն առավելություններն է որ ունի մյուս ունեն Glendale 392 լվացարան 1460 square feet-ը այո բավականին մեծ է եւ նայեք ինչ մաքուր է նայեք ինչ սիրուն remodel-ած է 1460 square feet recess light-երով remodel-ած ամեն ինչը մաքուր Homeowner Association $555 ամսական $519,000 sales price asking price $519,000 եւ շատ լավ neighborhood-ում է good neighborhood որ Montrose-ի մոտերն այլում անշուշտ Tahanga 292 լվացարան townhouse-ը 2 հարկի վրա է նորեն remodel-ած մաքուր վիճակի մեջ է 1080 square feet շենքն է $297 homeowners association-ն է asking price $395,000 այո 2 հարկի վրա townhouse-ը եւ ունի rooftop ունի այսինքն rooftop ասելով որ բայց հա տեսնում եք էսի roof-ի կտուրն է ավելի շուտ տանիքն է որ rooftop-ը Թահանգայում է but it's a good property good house is տեսել եմ սա ներսը it's worth it անշուշտ եւ $395,000 asking price Glendale հայնակից այս տունը ինչու եմ ցույց տալի որովհետեւ it's a fantastic location իր թաղամասը location-ը հոյակապ location-ը տունը 2520 square feet-ը բավականի լավ չափսա 2 հարկի վրա լավ վիճակի մեջ է նայեք վիճակի նորմալ շատ սիրուն վիճակի մեջ է բավականի բակ ունի փուլ չունի բայց այնքան տեղ ունի որ կարող եք փուլ դնեք եթե ուզում եք $1,200,000 asking price-ն է $1,199,000 but it's worth it ինչու որովհետև մահա թաղամասում է որ location is fantastic location it cannot get better than this այսինքն Glendale-ի ամենալավ թաղամասների number 1 location-ը է 4 ննջասենյակ 3 լվացարան եւ 2500 square feet այսինքն քիչ չի եւ մաքուր moving condition-ը Սա էլ տանցից մեկն է 5 ննջասենյակ 4 լվացարան մեջին այդքան նոր չի բայց այսինքն բայց մաքուր պահված է բայց remodel-ած չի but it's in good condition բայց 3104 square feet-ը
այո 3104 square feet եւ asking price-ն է 1,250,000 lot size-ը սխալ է գրված 5000 square feet չի, դա սխալ է գրված lot size-ը Մյուս ունենք սա Glendale 4 տնջասենյակ լվացարան 2168 square feet է նախընտրում եմ նայեք տան վիճակը անձատախտակը գետինը ռիմադելած է շատ մաքուր վիճակի մեջ է մեծ չնչին աշխատանք ունի խոհանոցի մասը բայց 10500 հողամասն է moving condition-ը 2160 ինչպես ասեմ հոշենքն է $999,000 եւ it's a good location, love location-ը եւ անշուշտ չմոռանանք այդտեղում մայր փուլ կա որ community pool-ը, բայց դա location-ը շատ քիչ է տուն գալի այս location-ում, կարող եմ ասել ամեն քանի տարի մեկ մահատ եւ it's a very desirable շատ մեծ Oakmont ինչպես իմանում եք Oakmont Country Club-ի մոտ է and it's a fantastic միան գույնը դժբախտաբար դուսից մեկ ինչ անճաշակ գույն է, բայց ընդհանրապես fantastic location. Glendale 3 տնջասենյակ 3 լվացարան 2345 square feet 16000 square feet հողամասն է $1,099,000 այո իմասել Ռոնի ինչու է թանդանոցները ցույց տալի այս շաբաթ so happen to be բարեբախտաբար այս արժեքի տուներից լավերը շատ կային այս արժեքի տուն միշտ կա բայց այս արժեքով եւ լավ տուն եւ լավ ճիշտ արժեք նայեք այս տունի վիճակը ճիշտ արժեք է ճիշտ հաղամասում է, ճիշտ տուն է, բրավո էջենտներին, որ կարողանում են սենցի լավ արժեքներով եւ բրավո վաճառողներին, որ ավելի հասկացող վաճառող է, որ իմանում է բեկի ինչ արժեքի դինի որ ծախվի։ 3 ննջասենյակ 3 լվացարան 2345 square feet շենքն է 16000 հողամասն է $1,099,000 Անշուշտ ամեն մեկը իր positive negative-ները ունի, բայց ընդհանրապես for what is being offered, you can go wrong. La Cañada Flintridge, այո, անցյալ շաբաթ մայացուցիմ տվե հոյակապ էր, սա էլ տանցից մեկն է, անշուշտ էսի այդ վիճակի չի ինչ-որ նախկիններ, մյուսներ ցույց տվամ, բայց ընդհանուր առմամբ լավ վիճակի մեջ է նայեք փուլը բակը։ Look at this, 15000 square feet flat lot, 15000 square feet flat lot, 1300 հող շենքն է, ընդհանրապես փոքր է for a 3 bedroom 3 bath, բայց ինչևս է տեսակ մաքուր է, բայց լատ այնքան մեծ է, որ ձեր համար 500 square feet ավելացնելը it's piece of cake։ Չեմ ասում 1200 square feet ավելացնեք, 500 square feet avելացնեք։ $1,088,000 միայն La Cañada-ում։ Shadow Hills, սա 2 bedroom 2 bath, այո, որ Shadow Hills-ը ուզում, հայնակից է արակացնեմ 24000 square feet հողն է, 1300 տունն է, հին է, տուն չկա, $450,000, Shadow Hills 2 bedroom 2 bath, 1300 square feet շենքն է, 25000 հողամասն է, you can go wrong եթե այս ձեր բաջետն է, Shadow Hills-ը նման որ դա կպածը թանգային, Sunland-ին եւ 24000 square feet ձեր flat հողն է։ Սա ինվեստորների համար cash, այո cash 1200 square feet շենքն է, 18000 հողամասն է, տուն չկա Shadow Hills 3 bedroom 2 bath, բայց միայն cash որտեղ տունը ի վիճակի չի։ Sunland 3 ննջասենյակ 2 լվացարան 1276 square feet 8000 հողամասն է, asking price $549,000, ընդհանրապես decent մաքուր ձևի remodel-ած է, it's worth it, moving condition-ը, $549,000 Sunland, 3 ննջասենյակ 2 լվացարան, եւ it's in a good location too, ընդհանրապես նայեք այս տուննա վիճակը դուսից շատ լավ թաղամասներում է։ Եվ թահանգա 3 ննջասենյակ 3 լվացարան 749,000, այո, 749,000 թահանգա 2009-ի սարքված է, շատ մաքուր տեսնենք ինձ սիրուն remodel-ած է ճաշակով, 2600 square feet շենքն է, 7000 square feet հողամասն է, moving condition, ամեն ինչը շատ լավ ճաշակով սարքված, moving condition, մեկ penny ծախսել չունեք, եւ asking price $749,000 թահանգամ։ Հայնակից ինչպես տեսակ ես մեր լիստինգներն են, ուրիշ լիստինգներ կա, բայց կարծես ժամանակը չի ներում մեզի, բայց ընդհանրապես եմ, եթե ուզում եք տուն առնեք եւ ուզում եք qualify ելնեք տուն առնելու, առաջ դիմեք
loan-ը qualify լինի, հետո կարող եք այդ տուն ման գալու։ Եթե ուզում եք refinance անեք, մանավանդ եթե second line of credit ունեք, equity line of credit ունեք։ Եվ վերջավորության հիշացնեմ, անցյալ շաբաթ ասա, որ մենք մի հատ investor ունենք, որպես hard money, ինչպես եթե պետքությունը կա ոմանք, որ անմիջապես cash-ի պետքություն է որպես first trustee, շատ լավ տոկոսներով, մոտավորապես average 6-7%-ների մեջ է, ոչ թե 9-10%-ների մեջ, 6-7 եւ այդքան equity driven են, պարզապես եթե հետաքրքրված եք ուզեք hard money-ներ այլ պատճառներով կարող եք դիմեք մեզ, անշուշտ construction commercial loan-երը, SBA loan-ները, apartment loan-ները դեռ դեռ շարունակաբար լավ են առաջ մեզ, մինչև կենտրոնական բանկը ջբարձրացնի, բայց եթե credit card-եր ունեք, պարկեր ունեք, տարիներն եք ուզում կրճատեք, refinance-ի համար, this is the time, եւ եթե ուզում եք տուն անեք, շատ արագ ասեմ ինձ ենոր մի հատ հայրենակից հեռաձայնավ, ասա ուզում եմ տուն առնեմ, խնդրում եմ դու մեզի ներկայացրու համ տուն առնենք, համ վարկ անես, երկուսը անես, անշուշտ ավազ շատ սիրով օգտակար կելնեմ, բայց ուզեցի պարզապես իրանց ասամ եւ ասամ, որ դրսում կա, որ պարտադրում է restoration, թե որ պետք է իմ ծանոթի ընկերի միջոցով վարկը վերցնես, որ գարանտի է լինի, դե որ սելերը չի վաճառի, վախացնում են, նեղացնում են, որ այդ գործը կատարես, բայց դժբախտաբար այդ գործը անելով սխալ վարկերա տրվում, շատ թանկավերջանում, խաբեբայությունները շատանում է, դուք մի վախեցեք, որ եթե ասեք, չէ, ես ուզում եմ իմ վարկս կամ լոնս, ես հանձնավորություն անի, ուրեմն ես մեր հայրենակիցին ասեմ, որ խնդրում եմ լավ հասկացեք, ես ձեզ չեմ պարտադրում, որ եթե վարկը ես եմ անում, ուրեմն մենք մեր ընկերությունը պետք է տունն էլ կոմա ճարի, ոչ, հանգիստ ազատ զգացեք, ով ումի հետ ուզում է աշխատի, ումի հետ որ ճիշտ եք տեսնում աշխատեք, but don't be bullied, մի վախեցեք, որ ձեզի ճնշման տակ դնել։ Շնորհակալություն հետևում եք մեր ծրագրերին, ձեզի կհանդիպենք մյուս շաբաթ օգոստոս ամսվա մեջ։ Ստեսություն ձեզ։ Վաշինգտոն կապիտալը 30 տարի ի վեր զբաղվում է անշարժ գույքի ֆինանսավորման հարցերով եւ վաճառքով, այսօր ամենացածր տոկոսներով հնարավորություն ունեք գնելու ձեր երազած տունը կամ վերաֆինանսավորել ձեր սեփականությունը ամենացածր ամսվճարով։ Եթե կորցնելու եք foreclosure ձեր բնակարանը կամ ունեք վաճառքի հետ կապված խնդիրներ, մենք կօգնենք ձեզ վաճառելու ձեր սեփականությունը short sale-ի միջոցով։ Վաշինգտոն կապիտալը կօգնի ձեզ այս բոլոր հարցերում։ Զանգարեք 818 240 1920 հեռախոսահամարով։